Մենք վերադարձանք, մեր տրամադրությունը բարձր է։ Շատ բարձր է, բայց ես հաճելիորեն հիմա զարմացած եմ։ Ինչու՞։ Որովհետև ժամը արդեն 11:08 րոպե եւ մենք հաշ չենք կերել։ Եվ քո մեջ զարմանքի նշույլ անգամ չկա, թե ինչու դեռ մենք չենք խոսել խոհանոցից եւ այն հետաքրքիր մարդկանցից, ովքեր խոհանոցում են լինում առհասարակ։ Դերում եմ, որ այդպես է։ Բարի լույս Անուշ եւ բարի լույս մեր շատ սիրելի հյուր։ Արփինե Վարդիկյանն է միացել այսօր Անուշին, բարի լույս սիրելիներս, ուրախ եմ գեղեցիկ մարդկանց տեսնելու մեր ու ձեր խոհանոցում։ Այսօր ինձ թվում է, չէ, հաստատ մի հետաքրքիր բան ենք պատրաստելու, հաշվի առնելով, որ Արփինե Վարդիկյանը եկել է իր արտադրած յուղով, կանեփի յուղով, որը շատ օգտակար է, եւ կանեփի յուղով կպատրաստենք շատ համեղ նախուտեստ։ Կլինի եւ օգտակար նախաճաշ նույնիսկ եւ նախուտես, որը կարող ենք օգտագործել առավոտ, կեսօր, երեկո եւ միշտ համեղ է ու օգտակար։ Հիմա Արփինեն կխոսի իր օգտակարության մասին, իսկ ես սկսեմ կտրտել ձիթապտուղը, ասեմ ինչ է անհրաժեշտ։ Այո, ինչ է պետք։ Կանաչ ձիթապտուղ, համեմ, լոլիկի ճիր, ընկույզ, հացը մենք կարող ենք ուղղակի հացի վրա դասավորել, կարող ենք կողքին դնել եւ արդեն ով կցանկանա այդպես հացով հենց համտեսի եւ պարմեզան պանիր։ Բայց հացը մի փոքր ինչ ենք անում, բովում ենք։ Հիմա չորացնում եմ մի փոքր, այո։ Եվ ինչ ենք անում Արփինե, հիմա կանեփի յուղը պետք է լցնենք ափսեի մեջ։ Ահա, ես պատմեմ կանեփի յուղի հրաշագործ հատկությունների մասին։ Ցանկացած սերմից ճիշտ տեխնոլոգիայով ստացված յուղ շատ առողջարար է եւ կանեփի յուղը բացառություն չէ, այն պարունակում է մեծ քանակությամբ օմեգա 3, 6, նյարդային համակարգն է հանգստացնում, ափշային համակարգը մաքրում է տոքսիկ նյութերից, շատ են ուղղակի, ես չգիտեմ, վերքի մասին միգուցե խոսեմ։ Այո, ես հիմա հիշեցի, որ կտրել էի ձեռքս եւ ոչ մի կերպ այդ վերքը չէր լավանում եւ Արփինեն ասաց, կանեփի յուղ քսի։ Ուղղակի 2 անգամ քսեցի եւ անցավ։ Մեկ օրվա ընթացքում, մի քանի ժամվա ընթացքում։ Այո։ Մեկ օրում արդեն անցավ։ Ուզում եմ ասել, դուք պատկերացրեք օրգանիզմը որքան է մաքրում։ Իդեպ Անուշ, կներես, ես մեկ անգամ եւս մատս ճղել էի, պատրել էի եւ գիտեք ինչ եմ քսելու անցել է էլի։ Մեղր։ Մեղր, լսել էիր բնական հետաքրքիր չէի լսել։ Մի փոքր էլ այնպես որ կարող եք փորձել հիմա։ Անուշ եւ սիրելի Արփինե, մենք եւս մեկ անգամ համոզվում ենք, որ երևի թե բնության մեջ չկա մի բույս, մի պտուղ, մի միրգ, որ ի վերջո ճիշտ մշակման դեպքում բնականաբար իր հրաշալի եւ դրական ազդեցությունը չունենա մարդու առողջության վրա։ Այո։ Ինձ նաև հետաքրքրում էր, երբ հացը մի փոքր չորացնում ենք, պարզապես հացն է եւ վերջ, թե ամեն դեպքում սերմերի յուղերով համում ենք, որովհետեւ վերջին շրջանում տեսել եմ, որ հացերը երբ օգտագործում ենք որևէ աղցանի հետ, ինչ որ մի հետաքրքիր յուղով այն համեմված է լինում եւ այդ համային համադրությունը ֆանտաստիկ է պարզապես։ Մենք կարող ենք վերջում ուղղակի հենց կանեփի յուղ վրան քսել, բայց քանի որ այստեղ շատ է, առատ է, մենք դրա համար հացը վերցրենք, որպեսզի հացով էսպես կամ ուղղակի քսեք ուտեք, կամ կարող ենք գթալով գեղեցիկ վրան դնել ու հենց մատուցել որպես բրուսկետայի նման։ Իսկ եթե այսպես առաջ չտեղավորեինք ձեթը, ապա պետք է վրան քսեինք։ Այո, կարող ենք ցողել շատ հանգիստ, մենք մեր ընտանիքով հացը թաթախում ենք յուղի մեջ եւ ուտում ենք, այն շատ համեղ է։ Տարբեր կիրառություն կարող է ունենալ յուղը այս պարագայում, թե բուժական եւ թե համային ռեցեպտորները վայելքի ընդարկելու համար։ Արփինե, ամեն դեպքում դա վստահ կարող ենք ասել, որ մասնագիտություն է կամ պրոֆեսիոնալ գիտելիք սերմից ճիշտ մշակման շնորհիվ ստանալ յուղը։ Դուք կիսվում եք այդ ինֆորմացիայով, այդ տեղեկություններով, թե ամեն դեպքում դա կարող ենք համարել, որը եւ շատ տրամաբանական է ի վերջո, այո, ձեր անձնական, ձեր գործնական գաղտնիք չասենք, բայց մի մասնագիտություն, որին դուք եք տիրապետում եւ չեք ուզում, որ այն դառնա շատ տարածական։ Կիսվում ենք միանշանակ, ամեն օր բոլոր գաղտնիքներով կիսվում է։ Այստեղ իրականում գաղտնիք էլ չկա, մեր տատու պապերը իրենք հենց այդպես էլ քամել են յուղը ժամանակին, ճնշման
տաք, սերմը դնում ես եւ յուղը ստանում ես, ոչ մի գաղտնիք այդտեղ չկա։ Եվ յուղը այլ մշակում չի անցնում։ Ոչ, զուտ պետք է ընտրել լավ հումք, այսինքն սերմը լինի մաքսիմալ որակյալ, ճիշտ ցանված, ճիշտ տեղում ցանված, հով վայրում ցանված սերմերը շատ ավելի օգտակար են, քան ասենք տաք բնակլիմայական պայմաններում։ Ինչն է հետաքրքիր, որ ինքը ուղղակի հենց այնպես խանութից չի գնում դա։ Գնում Ինքը է արտեր, ուսումնասիրում է, ինչպես է նախ արտադրվում, հետո պահվում, նոր արդեն Իսկ ինչքան քանակությունից, ինչքան յուղ է դուրս գալիս, մենք գիտենք, դա կարող ենք ասել։ Չափորոշիչներ ինչ որ կան թե։ Տարբեր սերմերի դեպքում շատ տարբեր, խիստ տարբեր։ Օրինակ, պատմեմ մեխակի յուղի մասին, որը թերևս սառըմզման մեխակի յուղ գրեթե չեն անում, աշխարհի մասշտաբով եթե նայենք, հիմնականում եթերայուղեր են անում, եւ եթերայուղից բացի մենք անում ենք սառըմզման յուղեր, շատ կոնցենտրացված է ինքը, կաթիլով պետք է օգտագործել, բայց նաեւ շատ քիչ է ստացվում, պատկերացրեք մեխակը քամելիս, ինքը չոր է թվում, չէ, բայց ունի նաեւ յուղ։ Ուղղակի մեծ քանակից ստանում ենք շատ քիչ քանակ։ Դրա համար նայած թե ինչ սերմ է, ինչ սերմից որքան կստանաք։ Ընկույզից ինքը յուղ, Շատ արդեն յուղ, բաց այո, երևում է, յուղոտ է։ որ ինքը հա շատ յուղոտ է եւ սրանից ստանում ենք ավելի մեծ ծավալով յուղ։ Հիմա ընկույզը կտրեցինք, մի փոքր էլ ավելացնենք։ Էլի կտրեմ։ Եթե այսպես խոսենք Արփինե, ամենաօգտակար յուղից, դա որն է։ Հենց մեխակը թե Երևի թե տենց սխալ է ասել ամենաօգտակար յուղ, բայց եթե նայենք իմունիտետը բարձրացնելու տեսանկյունից, սև քիմիոնի յուղը շատ հաճախ սև քիմիոն, որ ասում ենք, այդքան հասկանալի չի, ասեմ չորնի տմին։ Այո, այո։ Սև քիմիոն։ Այո, սև քիմիոնի Դա ինձ յուղն է։ հաստատ պետք կգա։ Երբ որ իմունիտետը բարձրացնում է, ինքը հակասնկային, հակապարազիտար, հակաբակտերիալ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա եւ ոչ մի վիրուս նույնիսկ չի կարող ներթափանցել օրգանիզմ, եթե դուք դա նույնիսկ պրոֆիլակտիկ կարող եք կիրառել։ Կիրառում եք արդեն պրոֆիլակտիկ։ Եվ համենայն դեպս այն կարող ենք կիրառել որևէ նախուտեստի կամ ուտեստի հետ միաժամանակ, թե առանձին տարբերակ ունի այն Սև քիմիոնը կարծում եմ չեք կարող կիրառել սննդի մեջ։ Կանեփի դեպքում կարելի է, չէ՞, ուտեստներում օգտագործել։ Երևի թե միայն սև քիմիոնն է, որ դժվար թե համադրենք սննդի հետ, բայց կան մարդիկ, ովքեր հավանում են նրա համը, կարող են ուղղակի, այսպես ասած, խառնել այլ յուղի հետ, օրինակ նույն կանեփը սև քիմիոնով եւ այդպես օգտագործել աղցանների մեջ։ Օրինակ մեկ ճաշի գտալը բավական է օրվա կտրվածքով, թե ավելի քիչ, թե ավելի շատ։ Մեծահասակների պարագայում, այո, մեկ ճաշի գտալը բավարար է։ Նաև բժշկական երկխոսություն է։ Այո, ես շատ ուշադիր լսում եմ, ես շատ շուտ եմ հիվանդանում ու ես երևի թե կվերցնեմ այդ սև քիմիոնը։ Բայց ինչն է հետաքրքիր, մեխակից խոսեցինք, մեխակի մեկ կաթիլը ասա թե որքան կարող է մարդուն թարմացնել եւ դուք մի քիչ հոգնած եք, մի քիչ քնած։ Թարմացնել։ Ձեր դեպքում, այո, ձեր դեպքում, որ դուք վաղ առավոտյան գալիս եք եւ պետք է լինեք շատ առույգ, չէ՞, հաստատ ձեզ մեկ կաթիլ մեխակը շատ թարմություն է հաղորդելու եւ միանգամից ինչ է կատարվում։ Արի մի օր փորձենք, հայ։ Արի, ես մեծ սիրով։ Մյուս անգամ անպայման բերելու եմ ինձ հետ։ Մեկ կաթիլը անուշ։ Այո, մեկ կաթիլը ճիշտ եմ ասում։ Մեկ կաթիլը ջրի բաժակի մեջ լցնենք ու խմենք, հա, այդտեղ Ջրալույս չեն, յուղերը ջրալույս չեն, կարելի է ուղղակի կաթացնել վերածել։ Ուղղակի։ Ուղիղ կապով այն ուղղակի։ Շատ լավ, Արփինե, իսկ հետևորդներից եղել են դրական զարմացական, այսպես արտահայտություններ, որ մինչ այդ ծանոթ չէին, օրինակ այդ սերմի կամ այդ յուղին, բայց ձեր շնորհիվ նրանք ծանոթ են եւ վայելում են դրա դրական ազդեցությունը։ Այո, կոնկրետ մեխակը այդ դեպքն է, որ քանի որ չկա սառըմզման մեխակի յուղ, մենք զարմացնում ենք դրանով մեր հաճախորդներին։ Ունենք 17 տեսակ եւ ավելի յուղեր, բայց երևի ամենատարօրինակ, ամենաօրիգինալ տարբերակը հենց մեխակն է։ Արփինե արդեն Այո, մենք ընկույզն է կարող ենք ավելացնել լոլիկի ջրին հիմա ու համեմն ավելացնենք, քանի որ Բայց իսկապես Միկա Ղափլանյան, ես այսպես նայում եմ այս բաղադրատոմսին եւ
փորձում եմ գտնել օրվա այն ճիշտ պահը եւ կարող ենք այն համտեսել, վայելել ու մտածում եմ, որ եթե օրը ունի 24 ժամ, ցանկացած պահի մենք այն կարող ենք վայելել։ Ըստ իս, ինչ ես կարծում։ Այո, համ նախաճաշ է կարծես։ Համ ճաշ, բայց երեկոյանն էլ է սազում, կարող ես։ Այդ շատ ճիշտ ընտրություն կատարեցիր, հատկապես գիտես որ պահին, երբ օրինակ մեր աշխատանքը վերջացնում ենք, ինչու ոչ մի փոքր հոգնած, գուցե մի փոքր նյարդային մենք վերադառնում ենք տուն կամ ընկերներով ինչ-որ միտեղ հավաքվում ենք եւ քանի որ նշեցինք հրաշալի ազդեցություն ունի նյարդային համակարգի վրա կանեփի յուղը, կարևոր բաղադրիչներից մեկն էլ այն է այս բաղադրատոմսի մեջ, այդ իսկ պատճառով այո, երեկոյան օրինակ 6-ին կամ 7-ին հրաշալի տարբերակներից մեկն է վայելել հենց այս բաղադրատոմսը, ինչ որ հետաքրքիր տաքու տեստի հետ ինչու։ Համաձայն եմ, կարելի է փորձել։ Ես կսարքեմ անպայման։ Իսկ դուք մտածել եք օրվա որ ժամին համենայն դեպս շատ ավելի ճիշտ կլինի այս ուտեստը վայելելը։ Միշտ ինձ թվում է, ասում եմ, եւ նախաճաշ, կեսօր, ընթրիքին կապ չունի։ Քերում ենք պանիրը մենք հիմա, այո։ Այո, պարմեզան պանիրը քերեցինք եւ այդքանը բավական է ու կիտրոնի հյութը եւ Ես մի բան հավելեմ, լավ։ Կանեփի յուղի մի հատկության մասին չեմ խոսել, մաշկային խնդիրների դեպքում, եթե օգտագործում են, այն շատ լավ օգնում է, առհասարակ մաշկի փայլն է վերականգնվում եւ նաեւ մազաթափության դեմ կարելի ասել ինքը օգտակար է շատ։ Արփինեք ավելացնեք արդեն պարմեզանը ու եւ մի փոքր էլ ավելացնենք, քանի որ ձիթապտուղը աղի է, լոլիկի չիրը աղի է, Մենք էլ պանիրն ժլատ չենք իհարկե պաների շատ լինելու հետ կապված, այստեղ մենք չենք պանիրը շատ լինի։ Մենք չենք ավելացնի, բայց հրաշալի, այս համադրությունը շատ համեղ է ու մեկը մյուսին կարծես թե լրացնում է։ Անուշ, իսկ այն ինչ թանձրուկ է, այս Բալզամիկ քացակն է, որ մենք ավելացրեցինք ես այդպես էլ գիտեի։ յուղին, այո։ Եվ հիմա մենք հացը ուղղակի կդասավորենք այսպես կողքին։ Իսկ բաղադրատոմսը դուք եք մտածել Արփինե։ Թե Համացանցից։ Համացանցից։ Մենք միասին փոփոխեցինք։ Ահա։ Եվ հիմա հացը կարող ենք դնել կողքին ու սկսենք պատրաստվել մատուցման։ Անուշ, էլի գեղեցիկ ես մատուցելու։ Ինչպես Դե միշտ։ այստեղ մի քիչ ավելի Ես միշտ ասում եմ, դու այնպես սիրունությամբ այնպես գեղեցիկ ես մատուցում, չեմ ուզում խառնեմ այդ պրոստը։ Ափսոսս գալիս է։ Հիմա նայեք, արդեն այսպես արդեն գեղեցիկ է։ Հրաշալի է։ Հիմա կարող ենք ուղղակի վերցնել այսպես համտեսել։ Իսկ չենք լցնելու։ Կարող ենք, ինչպես։ Թանձրուկը չենք լցնելու, թե լցրել։ Մենք արդեն ավելացրեցինք հենց սկզբից յուղի վրա։ Դրա համար խառնեցինք մի քիչ արդեն մուգ գույն ստացավ հենց բալզամիկ քացախի արդյունքում։ Ինչ խոսք տարբերվող էր, ինչ խոսք այսօրվա խոհանոցային հատվածը նաև լի էր բացայտումներով, գաղտնիքներով, որոնք մենք կարող ենք բնությունից վերցնել եւ այո նաև փոքրիկ գաղտնիքներով։ Մենք շնորհակալություն ենք հայտնում, ձեզ հետ ավարտեցինք։ Այո։ Ահա, դե անուշ լինի բոլորիս։ Անուշ լինի։ Մենք շտապենք համտեսել այս համեղությունը, իսկ դուք սիրելի հեռուստադիտողներ կարող եք լսել լավ երաժշտություն։